Մեծարգո ազգային ժողովի նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, ճիշտ ասած մտադրություն չունեի ելույթ ունենալու, բայց երեք այստեղ այնպիսի մտքեր ընչեց, որ չարձագանքել չեմ կարող։ Ճիշտ է, ժողովուրդը օգնել են, արդեն մենք ասեցինք, դու ասեցիք, նրանք ասեցին, բայց այս դիսկուրսի մեջ չէի ուզում մտնել, բայց պետք է ասեմ։ Հարգելի ընդդիմադիր գործընկերներ, ոնց կարելի է մահկանացու մարդուն, միս ու արյուն ունեցող մարդուն, ուխտը խախտած մարդուն, սուտ խոսացող մարդուն բերել ու նույնականացնել Հայաստանի Հանրապետության հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետ։ Ժողովուրդ, այս խոսույթը բերեք վերջացնենք, որևէ մի մահկանացու մարդ չի կարող եկեղեցի լինել։ Տիկին Գալստյանը լավ է որ եկավ, երեք այստեղից խոսեց կանոնադրության մասին եկեղեցու, բայց երբեք չխոսեց այդ կանոնադրությունը խախտած, այդ ուխտը խախտած մարդու մասին, որովհետև իրան ներկայացնում են որպես եկեղեցի։ Հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ, հայ առաքելական Սուրբ եկեղեցին դա հայ հավատացյալների աղոթատեղին է, եւ ինչպես կասեր մեր Տեր Հիսուս Քրիստոսը, դա Աստծո տունն է, եւ նույնականացնել ինչ-որ մարդու հետ դա լուրջ չի։ Շնորհակալություն։ Մեծարգո նախագահ, շնորհակալ եմ։ Հարգելի գործընկերներ, իհարկե անօգուտ է կրկնել ընդդիմության համար, որ մեր սահմանադրության մեջ գրված է, որ կրոնական կազմակերպություններն են անջատ պետությունից, այլ ոչ թե եկեղեցին է անջատ պետությունից, եւ պարոն Դանիելյանը 3 ամբիոնից կրկին անգամ ասեց, որ եկեղեցին է անջատ պետությունից, որպեսզի այն արտոնությունը, որը նրանք երևակայում են, վերաբերելի լինի ոչ բոլոր կրոնական կազմակերպություններին։ Այդ պարագայում ակնհայտ կդառնար, որ խոսքը ոչ թե արտոնության մասին է, այլ սահմանափակման մասին է։ Բայց նաև նա մի երկրորդ միտք էլ հավելեց, կրկնելով, որ սահմանադրության այս դրույթը, թեկուզ աղճատված, դարերով եկած կարգն է։ Այսինքն ըստ մեր ընդդիմության, մեր սահմանադրությունը ոչ թե ժամանակակից աշխարհի դրվածք է ձևակերպել, այլ ինչ-որ մի դարավոր կարգ։ Ուզում եմ հստակեցնել, հիմա ես կբացեմ, թե սա մասնավորապես ինչ են շակում։ Հստակեցնել, որ ամեն ինչի դարավորը չէ, որ լավ է։ Եվ եթե դուք ասում եք, որ պետության կարգը սահմանադրության մեջ ուրեմն դարավոր կարգն է, մի պահ պետք է վերադառնանք եւ հասկանանք, որ նախ մենք տևական ժամանակ պետություն չենք ունեցել, հետեւաբար դա այլ պետությունների եւ եկեղեցու հարաբերության մասին է ամենայն հավանականությամբ ձեր երևակայության մեջ, իսկ երբ ունեցել ենք, խոսքը եղել է նախարարական տների մասին, եւ այո, ձեր քաղաքական գիծը, եթե վերլուծենք, մոտավորապես այդ նախարարական տների նմանությամբ երևակայվում է, որ կա Ներսիսյանների ընտանիքը, խոշոր կալվածատեր հայ առաքելական եկեղեցու հողերի եւ վանքերի, կա Կարապետյանների ընտանիքը, կա Քոչարյանների ընտանիքը, դա ձեր քաղաքական երևակայությունը եւ դուք երևակայում եք, որ դա նրանցից յուրաքանչյուրը իր ազդեցության գոտին ունի եւ նրանք միմյանցից անջատ են։ Եվ քանի որ այս ընկալումը կա, ես օրենքի համատեքստում ուզում եմ ապագա բոլոր գործընթացների համար հստակեցնել, որ օրենսդիրի մենք կքվեարկենք այս օրենքը եւ ինքը ուժի մեջ կմտնի։ Մեր ընկալմամբ, երբ ասում ենք հանրային շահին չպետք է հակասի ապագա իրավական գործարքը, նկատի ունենք, որ եկեղեցու սեփականությունը բոլորիս ընկալմամբ պատկանում է Հայաստանի Հանրապետության ժողովրդին եւ այդ շահին չպետք է հակասի ապագա որևէ հնարավոր գործարք։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն Մեծարգո ազգային ժողովի նախագահ, երեք մենք քննարկում էինք այս շատ հետաքրքիր թեման եւ ընդդիմությունը հերթական անգամ մեզ մեղադրում էր հայ առաքելական եկեղեցին ասպատակելու կամ եկեղեցու վրա հարձակվելու մեղադրանքներ հնչեցնում եւ ես ուղղակի ուզում եմ երեկվա քննարկման շարունակության տրամաբանության մեջ հերթական անգամ ովքեր որ բաց են թողել հիշեցնել հետեւյալի մասին, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, ուրեմն Կտրիչ Ներսիսյանը եկեղեցուն պատկանող Սուրբ Գեղարդը, այդ Գեղարդից մի մաս, նվիրել է այլ պետության ներկայացուցչի։ Այն Կտրիչ Ներսիսյանը, որի եղբայրը հրապարակված փաստաթղթի KGB-ի գործակալ է։ Հետո մի այլ հոգևորական Կտրիչ Ներսիսյանի մերձավոր շրջապատից ասողիկը ասել է, որ ուրեմն Կտրիչ Ներսիսյանն ունի բացարձակ իրավունք ցանկացած մասունք նվիրել ցանկացածին անկախ նրանից այդ մարդը աշխարհական է թե հոգևորական, այսինքն ինչ ասում, ասում ցանկացածին Կտրիչ Ներսիսյանը կարա տա։ Այստեղ մենք հիշում ենք, որ Կտրիչ Ներսիսյանը, ով կուսակրոնության ուխտ է տվել, խախտել է այդ ուխտը եւ ունի զավակ կամ զավակներ, ովքեր աշխարհական են։ Եվ Կտրիչ Ներսիսյանը, ինչպես ասում է ասողիկը, կարող է ցանկացած բան նաեւ նվիրաբերել իր աշխարհական զավակին կամ զավակներին, որոնք էլ իրենց հերթին կարող են նվիրաբերել մեկ ուրիշին կամ երրորդ պետությունների։ Հիմա
Մեր ընդդիմությունն ասում է, որ մենք ենք հարձակվել եկեղեցու դեմ եւ ոչ թե ասենք բանը Կտրիշ Ներսիսյանը։ Բայց այս ամբողջ իրավիճակի վրա իրականում լույս սփռեց տիկին Լիլիթ Գալստյանը, որ եկավ եւ մի հատ մոգական բառ ասեց, աբրակադաբրա, եւ իրականում ամեն ինչ իր տեղն ընկավ։ Ասեց, չէ, ոչ թե Կտրիշ Ներսիսյանը տվել է դա կամ նվիրել է, նա ընծայաբերել է դա։ Այ այդտեղ ամեն ինչ տեղն ընկավ։ Քանի որ Կտրիշ Ներսիսյանը ոչ թե տվել է, նվիրել է, այլ ընծայաբերել է Գեղարդը, ուրեմն ամեն ինչ նորմալ է։ Մենակ ուղղակի հետաքրքիր է իմանալ, ասենք այդ նույն տրամաբանությամբ Լիլիթ Գալստյանի կարող է Ռոբերտ Քոչարյանն էլ ժամանակին ընծայաբերել է Հայաստանի գույքը Ռուսաստանին, կամ պատրաստվում էր ընծայաբերել Մեղրին Ղարաբաղի դիմաց, կամ օրինակ պատրաստվում է Ռոբերտ Քոչարյանը ըստ դատախազության իր $200 միլիոն ընծայաբերել Ղարաբաղից տեղահանվածներին։ Մենք անցած տարի 250 միլիոն վարկ ենք վերցրել պետությունը, որ Ղարաբաղից տեղահանվածների բնակարանային հարցը լուծի։ Ես առաջարկում եմ Տիկին Գալստյան, ձեր ղեկավարին ասեք, որ իր այդ 200 միլիոնը ընծայաբերի, նվիրի Ղարաբաղից տեղահանվածներին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, երկու բան եմ ուզում ավելացնել։ Երեք պարոն Խաչատրյանը հարց ուղղեց, իմ կարծիքով ամենակարևոր հարցը, որ հնչեց այս ամբողջ ընթացքում բովանդակային առումով, ինչ կլիներ, եթե Գեղարդը գտնվելիս լիներ ոչ թե Մայրաթոռում, այլ ասենք Երուսաղեմի Պատրիարքարանում, սա շատ կարևոր հարց է։ Ես փորձեցի ամբողջ այս ընթացքում եղած ժամանակը ծախսել նրա վրա, տեսնել թե ինչպես է Իսրայել պետությունը պաշտպանում իր մշակութային ժառանգությունը, պարզվեց, որ Իսրայել պետության տարածքում գտնվող անկախ նրա այն հանգամանքներից, թե ոնց է գտնվող ցանկացած իր, որը թվագրվում է 1700 թվականից առաջ, ավտոմատ կերպով պատկանում է Իսրայել պետությանը եւ չունի օտարման որևէ տարբերակ նվիրատվության կամ վաճառքի եւ դրանով վարվում է ռեեստրը եւ դրանով զբաղվում է Իսրայելի պետական հնությունների վարչությունը եւ սա խիստ կարգավորվում է, հետեւաբար եթե այս իրադարձությունը տեղի ունենար Իսրայել պետության մեջ, ամենայն հավանականությամբ գործարքը առ ոչինչ կլիներ եւ այդ մարդն էլ կրելիս կլիներ քրեական պատասխանատվություն։ Ահա հարցի պատասխանը։ Ես առաջարկում եմ, որ պարոն Խաչատրյանը ազատ ժամանակ տրամադրի եւ մտածի այն մասին, թե ինչ կլիներ արդյոք, եթե օրինակ Երուսաղեմի Պատրիարքարանը դուրս գար Իսրայել պետության սահմանադրական կարգի դեմ եւ Իսրայելի կառավարության եւ վարչապետի դեմ ընդդիմադիր շարժում սկսեր, ինչպես կվերականգներ Իսրայել պետությունը իր սահմանադրական կարգը եւ կարելի է նաեւ չպատասխանել այս հարցին, բայց արժե մտածել։ Սիրելի քաղաքացիներ, այն ինչ մենք այս փոխադարձ մեղադրանքներից անդին առաջարկում ենք, հետևյալն է, որ Հայաստանում գտնվող եկեղեցիները, որոնք առաքելական եկեղեցիներ են, պետք է պատկանեն Հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցուն եւ ծայրահեղ բացառիկ դեպքերում միայն պետք է հնարավորություն լինի դրանք վաճառել կամ օտարել, այն էլ եթե հիմնավորվի դրա հանրային անհրաժեշտությունը եւ կառավարությունը համաձայնություն տա, այսինքն բազմաթիվ օղակներ անցնելով, եթե այդպիսի տարբերակ լինի, ավարտում եմ պարոն Սիմոնյան, եւ ես հույս ունեմ, որ բոլոր մարդիկ այս դահլիճում մտածում են, որ եկեղեցիները պետք է մնան եկեղեցու մոտ։ Շնորհակալություն։ Հարգելի գործընկերներ, քանի որ հարգարժան պարոն Խաչատրյանը դաշնակցական ամբողջ դավադրապաշտությունը հորդեց այս ամբիոնից, միանգամից հերք եմ էլի ամբողջությամբ։ Օգոստոսի 8-ին, երբ որ Վաշինգտոնում համապատասխան խաղաղության հռչակագիրը ստորագրվում էր, ինչ էր ասում ընդդիմությունը, ասում էր երկու բան։ Սրանով մենք միջանցք ենք տալիս արտատարածքային, մեր ինքնիշխանությունը սրանով կրճատվում է, եւ մեկը նույնիսկ այդ դեպքում չի բացվելու մեզ համար ոչինչ, մենք մնալու ենք ապաշրջափակման մեջ։ Անցավ մի քանի ամիս, երկու պնդումներն են հերքվեցին։ Սկսեմ առաջին պնդումից։ Հիմնականում կար 3 պնդում, 3 մտահոգություն եւ չարամիտ շրջանակների մոտ եւ բարեմիտ եւ ազնիվ շրջանակների մոտ։ Որոնք են այդ 3 մտահոգությունները։ Մտահոգություն անվտանգության վերաբերյալ, այսինքն արդյոք Հայաստանի ամբողջ տարածքում եւ հատկապես այն հատվածով, որտեղ կոմունիկացիաներն են անցնելու, Հայաստանն է պահպանելու անվտանգությունը, թե ոչ, եւ թե ինչ-որ երրորդ կողմ, երկրորդը արդյոք համապատասխան ընթացակարգերը լինելու են, թե ոչ, եւ երրորդը եւի չկար, այս երկուսը։ Չէ, կամաձայնեք, որ սրանք էին բաները։ Եվ արդյոք հայ սահմանապահները լինելու են սահմանին, թե ոչ։ Այս 3 հարցերն են։
Փետրվարի 14-ին հրապարակվեց հայտարարություն փաստաթուղթ Արադ Միրզոյանի եւ իր ամերիկացիներություն հունվարի Արադ Միրզոյանի եւ իր ամերիկացի պաշտոնակցի հանդիպան արդյունքներով, որոնցով բոլոր 3 կետերով հստակ պատասխան եղավ սևով սպիտակին գրված, որ Հայաստանի ամբողջ տարածքում անվտանգությունը պահում են Հայաստանի համապատասխան գերատեսչությունները, որ ամեն ինչ լինում է մեր ինքնիշխանության եւ իրավազորության ներքո, որ համապատասխան մաքսային եւ սահմանային ընթացակարգերը լինելու են, որ հայ սահմանապահներն էլ ֆիզիկական ներկայություն են ունենալու բոլոր սահմանային եւ մաքսային համապատասխան կետերով։ Այսինքն հրապարակվեց փաստաթուղթ այն մասին, որ չի լինելու արտատարածքային միջանցք, լինելու է ճանապարհ, ինչը մենք ուզում ենք։ Հաջորդը օգոստոսի 8-ին մեր ընդդիմադիրները պնդում էին, որ ոչ մի ապաշրջափակում չի լինելու եւ Հայաստանը շարունակելու է մնալ շրջափակման մեջ։ Արդյունքում ինչ եղավ, Հայաստանը մասնակիորեն ապաշրջափակվեց նույնիսկ թրիփի իրագործումից առաջ, որովհետեւ ես ուզում եմ հիշեցնել, որ մենք արդեն մի քանի ամիս ապրում ենք պայմաններում, ինչու եմ ես պարբերաբար դադարեցնում ելույթ ունենալիս, որտեղ մեր գործընկերները հեռախոսով բան են լսում։ Բայց պետք է ընդունեմ, որ ընդդիմությունը այս առումով շատ ավելի հարգալից է իմ հանդեպ։ Մենք ապրում ենք պայմաններում, երբ որ Ղազախստանից հացահատիկ է եկել Ադրբեջանի տարածքով եւ երկաթգծով Հայաստան, այսինքն երկաթգծային առումով առնվազն մասնակի Հայաստանը ապաշրջափակվել է, Ռուսաստանից է հացահատիկ եկել եւ այսպես շարունակ։ Այսինքն, մի վարքյան, արդեն իսկ մասնակիորեն ապաշրջափակումը տեղի ունեցել, բայց բնականաբար դա ամենը չէ։ Օգոստոսի 8-ի հռչակագիրը ենթադրում է, որ տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաները ապաշրջափակվելու են եւ հետեւաբար Հայաստանը հնարավորություն է ստանալու օրինակ երկաթուղային կապ ստանալ Իրանի հետ, երկաթուղային կապ Ռուսաստանի հետ արդեն մասնակիորեն ունի եւ ամբողջ աշխարհի հետ։ Ինչի մասին է խոսքը։ Ինչ ոնց դուք չեք տեսնում այս པարզ բանը, որ փաստաթղթում գրված է։ Այսքանը շնորհակալություն։ Ես ինքս ինձ ժամանակ ավելացրեցի, որտեղ ընդհատում եմ։ Շնորհակալություն ազգային ժողովի հարգելի փոխնախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի աշակերտներ, ես ուզում եմ շնորհավորել Հայաստանի ժողովրդին, որովհետև ես հավատում եմ, որ նախորդ շաբաթ շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել, եթե կուզեք պատմական իրադարձություն է տեղի ունեցել, եւ խոսքը այն փաստաթղթի վերաբերյալ է, որը հրապարակվեց Հայաստանի արտգործնախարարի եւ Միացյալ Նահանգների պետքարտուղարի հանդիպումից հետո։ Ըստ էության ուրվագծվել է Հայաստանի ապաշրջափակման դետալները, դրվել է խաղաղության ինստիտուցիոնալացման հերթական հիմքը եւ գործնական հուն է մտել Հայաստանի կառավարության խաղաղության խաշմերուկ նախագծի իրագործումը։ Շնորհավորում եմ, որովհետեւ նախ եւ առաջ սա մի թեմա էր, որը օբյեկտիվորեն ուներ լի էր անվտանգային որոշակի ռիսկերով, առնվազն այն խոսույթը, որը կար այս թեմայի շուրջ, ուներ անվտանգային ռիսկեր եւ այս փաստաթղթով լիակատար այդ ռիսկերը չեզոքացվում են։ Բացի այդ, սա մի թեմա էր, որը ուղիղ 5 տարի 2020 թվականից մինչև հունվարի 14-ը բոլոր հնարավոր ձևերով մանիպուլացվել է, թե Հայաստանի ներսում, թե Հայաստանից դուրս, եւ հիմա այդ մանիպուլյացիաների դաշտը, եթե չի չեզոքացել, ապա առնվազն շատ կրճատվել է, եւ հաջորդ ցուցիչը, որը ցույց է տալիս, որ այս նախագիծը, այս հայտարարությունը եւ դետալները շատ առանցքային եւ կարեւոր են, դա ընդդիմության տրամադրությունն է, որովհետև ակնհայտորեն ընդդիմության տրամադրությունը այս օրերին ընկած է, որտեղ ինչպես կարելի է 5 տարի անընդհատ ասել, որ միջանցքը տվեցին, միջանցքը տալիս են, միջանցքը հեսա վաղը կտան, ու մեկ էլ տեսնում են մի փաստաթուղթ, որի մեջ օրինակ կա այսպիսի նախադասություն, որ Հայաստանի ինքնիշխանությունը եւ իրավազորությունը անքննարկելի եւ բացարձակ է։ Եվ այո, պարոն Խաչատրյան, ողջունում եմ, դուք ասացիք, որ միջանցք չեք անվանի, իսկապես չեք էլ կարող միջանցք անվանել, եւ հետո էլ չեք կարող անվանել, որովհետեւ հարգելի գործընկերներ, դուք անընդհատ process-ներից ուշանում եք։ Հեսա ֆիզիկապես, իսկապես ոչ թե այլաբանորեն գնացքները կգան ու կգնան, իսկ դուք դեռ կասեք, որ միջանցքը տվեցին, միջանցքը տալիս են, միջանցքը հեսա կտան։
Եվ նաև իսկապես տարակուսելի է, թե ինչպես է, օրինակ այսօր ձեր գործընկեր պարոն Ռուստամյանն էր խոսել ինքնիշխանության վերաբերյալ, տարակուսելի է, թե ինչպես կարող են դաշնակցականները խոսել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության պաշտպանությունից, երբ որ դուք ձեր ձեռքով հրապարակել եք հանրահայտ 004 շրջափերականը։ Սիրելի քաղաքացիներ, Հայաստանը ապաշրջափակվում է եւ սա լավ նորություն է, որովհետեւ սա բերելու է ձեզ բոլորիդ տնտեսական օգուտներ։ Շնորհակալություն։ Տիկին Քյուրեղյան, որ ասացիք բռնապետի կապրիզով ընտրություններ են խմբագրվել, իսկ նկատմամբ Ռոբերտ Քոչյանի ինչ-որ կապրիզներ ա ունեցել ընտրությունների հետ կապված տեղյակ չեմ։ Տիկին Քյուրեղյան, տեղից մի արձագանքեք։ Տիկին Քյուրեղյան, լռեք եւ տեղից մի արձագանքեք։ Խմբակցությունը ձեր բռնապետիկը, այտենց չգիտեմ։ Տիկին Քյուրեղյան, մի վարքյան, պարոն Ալեքսյան, ներողություն, ձեր ժամանակը հիմա կվերականգնեն, Տիկին Քյուրեղյան, ձեզ նախազգուշացում եմ հայտարարում։ Չգիտեմ, հիմա չեք որոշել գալ այս ամբիոնից Ռոբերտ Քոչյանին բռնապետիկ անվանել, հատկապես որ մենք նրա կապրիզներին էլ այդքան առանձնապես ծանոթ չէինք, Տիկին Քյուրեղյան։ Տիկին Քյուրեղյան, լռեք։ Տիկին Մինասյան, դուք էլ լռեք։ Շարունակեք, պարոն Ալեքսյան։ Վերականգնեք, պարոն Ալեքսյան։ Ամեն դեպքում ես պարոն Ռոբերտ Քոչյանին այդ անունով չեմ դիմում ըստեղից, դուք դիմեցիք, ուզում եի ուղղակի հասկանալ, էլի, Տիկին Քյուրեղյան։ Թեթև տարեք, հիմա եկաք ասացիք ինչ եք նեղանում էլ։ Տիկին Ղազարյան, համեցեք։ Ազգային ժողովի հարգարժան փոխոսնակ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ։ Վերջին շրջանում հանրային դաշտում թափ է հավաքել մի արատավոր երևույթ, որի հետ կապված մենք որպես պետություն հստակ ընտրություն ենք կատարել։ Խոսքը վերաբերում է բարեգործությանը, որն այսօր ընդդիմադիր դաշտը մեղմ ասած օգտագործում է ոչ թե սոցիալական խնդիրների լուծման պատրաստակամության զգացումով, այլ քաղաքական առավելությունների հասնելու նպատակով։ Այս բարոյալքող երևույթը առավել սուր է դրսևորվում հատկապես նախընտրական շրջանում։ Հարցը ոչ թե բարեգործությունն է ինքնին, այլ դրա ցուցադրական, շահարկվող բնույթը եւ բացասական վարքագիծ սերմանելու հասարակության մեջ։ Կարելի է բարեգործության քողի տակ փորձել քաղաքական կապիտալ կուտակել։ Կարելի է մարդկանց կարիքը դարձնել գործիք ազդեցություն ձեռք բերելու համար։ Ոչ եւ կրկին ոչ։ Մենք բոլորս հիշում ենք 90-ականների իրողությունները, երբ պետության թուլության պայմաններում հասարակության որոշ շերտեր հաճախ ստիպված էին հույսը դնել առանձին գործարարների բարեհաճության վրա։ Այդ մոդելը չէր նպաստում երկրի զարգացմանը, այլ առաջացնում էր կախվածություն։ Այն չէր ամրապնդում պետությունը, այլ հակառակը խորացնում էր երկրում գոյություն ունեցող սոցիալական խնդիրները։ Հեղափոխությունից հետո մեր կառավարության որդեգրած մարդակենտրոն քաղաքականության շնորհիվ հասարակության լայն շրջանակներում փոխվեց այդ բարոյալքող մտածելակերպը եւ քաղաքացուն մղեց աշխատելու, ստեղծելու, արարելու։ Ուժեղ պետությունը բարեգործությամբ չի կառուցվում, այն կառուցվում է աշխատանքով, արդար խաղի կանոններով, հավասար հնարավորություններով եւ գործուն սոցիալական քաղաքականությամբ։ Ես վստահ եմ, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին բարձր է գնահատում իշխանության կատարած աշխատանքները ոչ միայն այս ոլորտում, այլև ընդհանրապես եւ վստահ եմ, որ իր խոսքը կասի հունիսի 7-ին։ Շնորհակալ եմ։ Ազգային ժողովի հարգարժան փոխոսնակ, հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ։ Մեր ընդդիմությունը եւ նրանց հարող ուժերը հաճախ փորձում են ներկայանալ որպես ազգային շահի պաշտպաններ, սակայն իրականում նրանք հիացած են մերձ կրեմլյան պրոպագանդիստների դուգինիզմով, լեցուն տեսակետներով եւ սպասում են հրաշքի։ Նրանք ակնկալում են, թե երբ է Հայաստանը զրկվելու իր ինքնիշխանությունից եւ անկախությունից, որպիսի դառնան Ռուսաստանի պրոքսի երկիր։ Նրանք չեն ընդունում ժողովրդի ընտրությունը, քանի որ իրենց իմպերիալիստական սկզբունքները հակասում են ժողովրդավարությանը։ Չեն ընդունում նաև մեր իշխանության համարձակ քայլերը տարածաշրջանային խաղաղության եւ անվտանգության ապահովման համար, որոնք մինիմալիզացնում են Հայաստանի կախվածությունը արտաքին ճնշումներից։ Ավելին, նրանք համառորեն հակադրվում են մեր քաղաքացիների քաղաքական պատկերացումներին, քանի որ դրանք զարգանում են եւ դուրս են գալիս
օտարերկրյա ծառայությունների պարտադրած նորմատիվների շրջանակներից, ինչպիսիք են օրինակ ռուսը չլինի, թուրքը մեզ կուտի։ Սիրելի քաղաքացիներ, սա իրականություն չէ։ Պատմության ընթացքում մեր ժողովրդի վախերը, հիշողություններն ու հույզերը հաճախ ծառայել են դրսի ուժերի շահերին, վերահսկելով մեր ժողովրդին։ Ցավոք, դրա ազդեցությունը դեռ զգացվում է հասարակության որոշ շերտերի վրա, սակայն մենք արդեն առաջ ենք գնում հաստատված խաղաղության ուղիով։ Վառ ապացույցը օգոստոսի 8-ին Վաշինգտոնյան համաձայնագրերն են, որոնք բացում են լայն հնարավորություններ մեր պետության զարգացման համար եւ խոսուն են միջազգային հանրության աչքին։ Սիրելի քաղաքացիներ, Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի Զայեդե միջազգային մրցանակի արժանանալը բարձր գնահատական է ոչ միայն նրա անձնական առաջնորդությանը, այլև Հայաստանի խաղաղասիրական, պատասխանատու եւ առաջադեմ պետական քաղաքականությանը։ Այս հեղինակավոր մրցանակը վկայում է, որ Հայաստանի ընտրած ուղին խաղաղություն, երկխոսություն եւ կայուն զարգացում տեսանելի է միջազգային ասպարեզում։ Հայաստանը ներկայանում է աշխարհին որպես խաղաղություն կառուցող, ոչ թե հավերժ պատերազմող պետություն։ Սա մեր պետության եւ մեր ժողովրդի ապագայի հաղթանակն է։ Եվս մեկ նոր եւ կարևոր լուր, հարգելի քաղաքացիներ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնական հրավերը, որպես հիմնադիր անդամ միանալու խաղաղության խորհրդին։ Վարչապետը սիրով ընդունել է այս առաջարկը, վերահաստատելով Հայաստանի հետևողական դիրքորոշումը խաղաղության առաջմղման գործում։ Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, մենք ճիշտ ուղիով ենք գնում։ Հայաստանը միջազգային ասպարեզում գործոն է եւ սա փաստ է։ Իրողություն։ Շնորհակալություն։ Տիկին Գալստյան, իհարկե հասկանալի է, որ լինելով երկու կոալիցիոն ուժերի մի մասը կազմել եւ ընդ որում ձեր դառը երևի հիշողությունները թույլ են տալիս ձեզ նման ելույթ ունենալ, ինչու, որովհետեւ հասկանում եմ AUKS-ի շենք, Մարզհամերգային համալիր, ԱԳՆ շենք, երբ Սերժի եւ Քոչարյանի օրոք կարող էին օտարվել կամ վաճառվել, հասկանում եմ ձեր մտավախությունը եւ ուզում եմ ասել, որ ձեր երկու կոալիցիոն գործընկերները երկուսը միասին վերցրած 20 տարի այդքան ներդրում չեն արել հուշարձանների պահպանության հարցում, քան այս իշխանությունը 7 տարվա ընթացքում եւ սիրելի գործընկերներ, ընդդիմությունը առհասարակ մի հատ լավ արհեստի ճյուղ կա, դզող եւ փչող շատ պետքական, այսպես ասած, ճյուղ է եւ դերաբաշխում եթե տեղի ունենար, ընդդիմությունը վստահ եմ այս դերաբաշխման մեջ կզբաղեցներ ոչ թե դզողի դերը ասել է, թե շտկողի, այլ փչողի դերը կզբաղեցներ։ Եվ ընդհանուր առմամբ ընդդիմության գործունեությունը եւ խոսքը եթե մեկ բառով բնութագրենք, դա բայցի մասին է։ Մենք խոսում ենք, որ գերիներ են վերադարձել հայրենիք, ասում են այո, վերադարձել են բայց։ Մենք ասում ենք խաղաղություն է, ժողովուրդը ուրախանում է, ոգևորվում է, ընդդիմությունը ասում է բայց, երբեմն եւ, երբեմն սակայն, երբեմն ինչու։ Եվ եթե օրինակ ոչ միայն նաև շարունակելով այս միտքը անպայման ասեմ, որ մենք ասում ենք դպրոցներ ենք կառուցում, Տիկին Գյորեղյանը ասում է դանդաղ եք կառուցում։ Մենք ասում ենք ներդրումային միջավայրը գրավիչ է, ասում են այո թվեր կան, բայց այդքան էլ մեծ չեն թվերը։ Եվ եթե օրինակ հիպոթետիկ պատկերացնենք, որ Հայաստանի Հանրապետությունում ամեն ինչ լիակատար, գեղեցիկ է, չկան խնդիրներ, չկան խոչընդոտներ, միևնույն է ընդդիմությունը կգտնի մի անկյուն, որտեղ կկարողանա ոչ թե շտկել, այլ պայմանական փչել են չարաճճի, երեխեք կան, չէ, որ մեծահասակը կոնստրուկտոր է պատրաստում, լեգո ասվածը, կամ փազլ է հավաքում եւ գալիս է կողքից չարաճճի բնորոշ մանկահասակ երեխայի չարաճճիությամբ փչում է եւ քանդում է պատրաստված կոնստրուկտորը, որը երկար ժամանակ խնամքով մեծահասակը կառուցել էր։ Այ ընդդիմությունը նման է այս փչողին, երբ ասում էի դզողը եւ փչողը, այս դեպքում իշխանությունը շտկողն է, իսկ ընդդիմությունը
մշտապես փչողը այն բոլոր կոնստրուկտորները դրական իմաստով եւ համատեքստում, որոնք կառուցում է իշխանությունը։ Շնորհակալություն։ Մարինա Ղազարյան։ Մեծարգո փոխնախագահ, սիրելի երեխաներ, սիրելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ։ Այսօր ուզում եմ անդրադառնալ մի հարցի, որն ունի ռազմավարական, սոցիալ-տնտեսական եւ ազգային նշանակություն, խոսքը վերաբերում է կառավարության դերակատարության մասին, Սյունիքում կատարվող զարգացման ծրագրերի մասին։ Սյունիքը երկար ժամանակ ընկալվում էր միայն որպես սահմանային եւ անվտանգության գոտի։ Վերջին տարիներին կառավարության քաղաքականության արդյունքում Սյունիքը դարձել է եւ արդեն իսկ ներկայացվում է որպես տնտեսական առաջընթացի, ենթակառուցվածքային արդիականացման եւ միջազգային համագործակցության առանցք։ Նախ համայնքային զարգացման ոլորտում կառավարությունը հանդես է գալիս որպես համակարգող եւ ռեսուրսներ ներգրավող ուժ։ Դիմակայուն Սյունիք եւ Team Europe ծրագրերի շրջանակում կառավարությունը կարողացել է համադրել պետական եւ միջազգային ֆինանսական հոսքեր, ուղղելով դրանք հետեւյալ կարիքների վրա. խմելու եւ ոռոգման ջուր, ճանապարհներ, բուժկենտրոններ, կրթական օբյեկտներ։ Կարևորվում է այն հանգամանքը, որ այդ ծրագրերը ունեն իրական, չափելի եւ դրական ազդեցություն համայնքների կյանքի որակի վրա։ Ինչպես նշել է, Սյունիքում ընթանում են ճանապարհաշինական եւ վերականգնողական աշխատանքներ, կառուցվում է ժամանակակից մաքսային ու լոգիստիկ կենտրոն, մանկապարտեզների եւ դպրոցների եւ համայնքային օբյեկտների կառուցման եւ վերանորոգման նախագծեր։ Այս ամենը ոչ միայն ապահովում է նոր աշխատատեղեր, այլև բարձրացնում է մարզի տնտեսական գրավչությունը։ Սյունիքի համայնքների զարգացումը պետական քաղաքականության այն ուղղությունն է, որտեղ կառավարությունը վիճակված է առանցքային դեր, որպես կազմակերպիչ, սոցիալական ծառայությունների ընդլայնող եւ անվտանգության ու զարգացման միջև հավասարակշռություն ապահովող ուժ։ Դուք գիտեք, որ պետության դերը սուբվենցիոն ծրագրերում կայանում է համատեղ ներդրումների միջոցով համայնքների զարգացման խթանման մեջ։ Ուզում եմ նշել, որ պետությունը ապահովում է ֆինանսական համաֆինանսավորում, վերահսկում է ծրագրերի նպատակային իրականացումը եւ ապահովում հաշվետվողականություն։ Արդյունքում պետական եւ թիմ համագործակցությունը վերածվում է զարգացման ուժեղ լծակի։ Եվ վերջում ուզում եմ նշել, որ եթե մենք ասում ենք համայնքապետը ուժեղ է, դա նշանակում է, որ ուժեղ է պետությունը։ Մի տեսակ շատ անհետաքրքիր է։ Ընդդիմությունը ասելիք չունի ընդհանրապես։ Ես ուզում եմ հիշել էլի այս 5 տարիներին ինչ են արել։ Հիմա մի տեսակ ընտրություններից կես տարի առաջ տոտալ լռություն է տիրում, ազգային ժողովի դահլիճը դատարկ է, բայց ես հիշում եմ, ոնց էր Արթուր Խաչատրյանը այս ամբիոնից sense թափահարում, ասում, այս խաղաղության թուղթ չի, սա թղթի կտոր է ընդամենը։ Շատ լավ եմ հիշում։ Ես հիշում եմ ինչպես էին իմպիչմենթի գործընթաց օրինակ սկսել, որ եթե 1 ամիս ավել էս կառավարությունը մնա, երկիրը կործանվելու է։ Ես հիշում եմ ինչպես էին գուժում ամեն ամիս Սյունիքը տալու են, Միջանցքը տալու են, ադրբեջանցիները գալու են, բոլորի տները մտնելու են, թշնամին գալիս է ձեզ կոտորի։ Շատ եմ հիշում, շատ լավ եմ հիշում այդ դաշտի տորպեդահարումը, որ 5 տարի թե փողոցում, թե ստեղ ազգային ժողովում, թե ամբողջ մեդիա դաշտում ինչպես էին վախի, սարսուռի եւ դժոխքի մեջ պահում ՀՀ քաղաքացուն։ Բա ինչ եղավ ժողովուրդ ջան, դատարկաթորների հետ ենք էլի զրուցում, ինչ եղավ ձեզ, խաղաղության նախաստորագրված փաստաթուղթն էլ այդ ժամանակ ձեզ չկանգնեցրեց, շարունակեցիք նույն թեզերը շարունակել, թրիփ նախագիծն էլ դեռ չի կանգնեցրել ձեզ, բայց շուտով հասկանում եք, չէ՞ որ հողի վրա այդ պրոյեկտը տեղի է ունենալու, ինչ եք ասելու, էդ էլ չգիտենք։ Ընդդիմությունը պրավալի է ենթարկել իր բոլոր նարատիվները, ինչ է մնացել քաղբանտարկյալների թեզը։
Քաղբանտարկյալները նրանց օրենքի առաջ կանգնած ընկերներն են, որ պետք է պաշտպանեն գոնե 6 ամսվա ընթացքում ամբիոնից ելույթներ ունենան, որ հանրությանը ասեն, որ գործ են կանում։ Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալներ չկան։ Հայաստանի Հանրապետությունում կան կաշառակերներ, որոնք կանգնած են դատարանի առաջ։ Հայաստանի Հանրապետությունում կան ահաբեկչություն պլանավորողներ, որոնք կանգնած են դատարանի առաջ։ Եվ ինչ թեզերով են նրանք պաշտպանում, էլի, ասում են, ով ընդդիմանում է, դառնում է խղճի բանտարկյալ։ Բա դուք, ձեր ղեկավարները, ինչ գործ ունեք այստեղ։ Այս 5 տարվա մեջ ժողովուրդը մեզ միակ մեղադրանքը է ասել։ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան ինչ գործ ունեն ազատության մեջ։ Այդ որ ընդդիմանում են, լավ չեն ընդդիմանում իշխանությանը, թե իրանք արտոնյան են, որ իրանք ազատության մեջ են, բայց որոշ մարդիկ դատարանում։ Եվ ամենակարևորը ում են պաշտպանում։ Պաշտպանում են կաշառքի գործով օրինակ անցնող Վարդան Ղուկասյանին։ Վարդան Ղուկասյանին, որին այսօր պաշտպանել է CS-KPSS-ի նախագահը, այսինքն Կոմկուսի, ԽՍՀՄ Կոմկուսի նախագահը եւ Սերգեյ Լավրովը եւ նույն բառամթերքով։ Ես կխնդրեմ այս զուգադիպության մեջ ոչ մի այլ բան չփնտրել։ Զուտ պասերով երեխեք։ Այսօրվա մեր քննարկումը լսող քաղաքացիները կարող են ասել, դե այո, իշխանությունն ունի որոշ թերացումներ։ Մի падգամավոր ընդդիմադիր խոսում է գծանշումների, որոշակի թերացումների մասին։ Մի падգամավորը խոսում է, որ այ 300%-ով չի բարձրացել մեր թոշակառուների նվազագույն, թոշակները, այլ մի քիչ է այնտեղ տոկոսը, ոնց հասկացանք քննարկումներից։ Մյուս падգամավորը էլի որոշակի դնամաքրման հետ կապված որոշակի թերացումներ է տեսնում։ Ես տարօրինակ բան պետք է ասեմ, սիրելի հայրենակիցներ։ Ուզում եմ այսօր արձանագրեմ մեր ընդդիմության, մեր գործիչների պրոգրեսը, որովհետև սա այն падգամավորներն են, որոնք 5 տարի է հրատապ փրկում են հայրենիքը։ Շտապ 1 րոպե շուտ կործանումից փրկում են մեր հայրենիքը, բայց այսօր գծանշումներից են խոսում, ինչը բնավ վատ չէ, ես սա վատով չեմ ասում, սա պրոգրես եմ որպես ուզում արձանագրեմ։ Սա այն падգամավորներն են, որոնք 5 ամիս է վերջին ամեն օր մտնում են մեր տները, ձեր տները, հեռախոսների միջոցով, հեռուստատեսության միջոցով ու ասում են հույսները կտրեք Հայաստանից։ Հայաստանի իշխանությունները արտատարածքային միջանցք են տվել ադրբեջանցիներին, ադրբեջանցիները մտնելու են դուրս գան, ինչ ուզեն անեն, ոնց պետք է մեղրիով անցնենք, ոնց պետք է Իրանի հետ կապ ունենանք։ Այսօր այդ նույն падգամավորները, պարոն Խաչատրյանը, ասում էր, որ ինքը դա միջանցք չի անվանի, որ այո, առավելություններ, մի քիչ անորոշ է, բայց իր մեկնաբանությամբ, բայց այո, առավելություններ կան թրիփով, նույն պարոն Խաչատրյանը, բայց 5 ամիս առաջվանից իմ սոցիալական ցանցում էլ էի մի տենց հավաքածու դրել իրենցից, թե ինչեր էին ասում թրիփի մասին, ասում էր, որ դա միջանցք է, որևէ առավելություն չկա։ Հիմա հասկանում ենք, որ մի քիչ ապաշրջափակումը ոնց որ ամբողջական չէ, այո, մենք ունենալու ենք առավելություններ ֆինանսական, բայց դա այնքան էլ որոշակի չէ, որոշակի անորոշ է, այսինքն ամեն ինչ լավ է, ուղղակի մի բանն է ըստ իրենց վատ, որ դա արել է Նիկոլ Փաշինյանը, այս իշխանության օրոք է դա արվել։ Սա է մեր ընդդիմության նշмарած թերությունները։ Մի բան էլ այսօր նաև խոսվեց քաղբանտարկյալների մասին, հիշում եք, որ ասացի հայրենիքը շտապ փրկել եւ այլն։ Ուրեմն ում դուրը օրենքի գերակայությունը հասավ, ում դուրը իրավապահ համակարգը արդեն պետք է հասներ, մարդիկ թևերը քշտեցին եւ լծվեցին կամ հայրենիքի պաշտպանությանը, կամ եկեղեցու պաշտպանությանը, կամ ավելի ուրեմն ծանր հոդվածներով անցնողները այս երկուսը միասին փրկողները դարձան։ Հիմա իրենց դիրքավորել են իբրև քաղբանտարկյալներ չկա, եւս մեկ անգամ փաստենք, շնորհակալություն։ Շնորհակալություն, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, տեքստ էի պատրաստել Հայաստանի Հանրապետության այսօրվա մասին, բայց քանի որ շատ դժվար է չարձագանքել մեր գործընկերներին, տեքստը մեկ ուրիշ անգամ կկարդամ, բայց իմ պարտքն եմ համարում 1-2 կարևոր շեշտադրում անել։ Ուրեմն, սկսենք, պատիվ ունեմ Դաշինքի քարտուղարից կամ նախագահից, պարոն Մամիջանյանը ասում է, որ ինքը գլխարկ չի դնում, պարոն Մամիջանյան, գլխարկ դրեք, գլխարկից վնաս չկա, առանց վարանելու կրեք այն, հատկապես որ դրսում ձմեռ է։ Հուսամ նաև այն ձեզ կսազի, մտավախություն ունեիք, որ հնարավոր է չսազի, ասեմ նաև, որ գլխարկի առաջնային ֆունկցիան սազելը կամ չսազելը չի։ Այստեղ պարոն Ավետիսյանը ասում է, որ մենք իբր չենք իրականացրել մեր ծրագրերն ու օրակարգերը հատկապես սոցիալական ոլորտում։ Անկեղծ ասած,
Հասկանում եմ, որ նրանք ստիպված են սիստեմատիկ եւ մեթոդաբար մոռանալ իրենց օրակարգերի մասին, բայց այստեղ փոքրիկ հիշեցում անեմ։ Ուրեմն 21 թվականին, երբ մեր ընդդիմությունը եկավ արդեն ազգային ժողով, նրանք պատերը եւ բարձրագործ հայտարարություններով, այսպես ծածանելով հնարավոր բոլոր դրոշները, ասում էին, որ իրենք մի օրակարգ ունեն եւ այսօր չէ վաղը, մյուս օրը ժամը 5-ին, 15 րոպե հետո ամսվա կենտ օրերին իշխանությանը հեռացնում էին ազգային ժողովից եւ առասարակ իշխանությունից։ Ինչպես տեսնում ենք, մենք այսօր այստեղ ենք, բայց ընդդիմության շարքերը կարծես թե քիչ-քիչ նոսրանում են։ Եվ այստեղ մի հետաքրքիր բան կա, ես անկեղծ ասած չեմ հասկանում մեր ընդդիմադիրների այս խիզախությունը, համարձակությունը, չգիտեմ, դրանք իհարկե ճակերտների մեջ եմ ես ուզում դնել, բայց ես ուզում եմ ուղղակի հանրության ասել, որ երբ 2018 թվականին քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը եկավ իշխանության, ուրեմն միայն սոցիալական ոլորտում, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում 91 թվականից սկսած, երբ Հայաստանի Հանրապետությունը դարձել էր անկախ պետություն 287 մանկատան սաների բնակարանի գնման վկայականներ այս նախարարությունը չէր տվել։ Յուրաքանչյուր բնակարանի գնման իրավունքը արժեր 6.3 միլիոն դրամ։ Հարց է առաջանում, այս ընդդիմադիրները, որ ղեկավարել են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը երկար տարիներ եւ մի քանի էտապով, ինչպես են իրենց թույլ տալի խոսեն սոցիալական խնդիրների մասին։ Հարգելի ընդդիմադիրներ եւ մասնավորապես Աղբան Վարդանյան եւ օրինակ Թադևոս Ավետիսյան, մանկատան սաների տներն ու փողերը ուր են, գուցե սրան պատասխանեք։ Պարոն Աբրամյանը չգիտես ինչու, որ քաղաքական որջով է տպավորված կամ որ որջին են ամեն օր նրանք զոհաբերություն մատուցում, անկեղծ ասած չգիտեմ, գուցե պարոն Աբրամյանը նոր է կարդացել Մոնթեսումայի դուստրը եւ շատ տպավորված է որջերով, բայց ասեն, որ մեր քաղաքական ուժը որջդ չունի, մենք ունենք քաղաքական առաջնորդ, ով Հայաստանի Հանրապետության վարչապետն է նաեւ։ Այստեղ խոսում են, որ Հայաստանի Հանրապետությունում չկա խոսքի ազատություն։ Ուզում եմ նշել, որ Հայաստանի Հանրապետությունում կա խոսքի ազատություն, ուղղակի Հայաստանի Հանրապետությունում կան մարդիկ, ովքեր պրոբլեմ ունեն այս իրավունքի հետ եւ նրանց խնդիրը պետք է հնարավորինս առնչել հենց այդ օրենքի հետ։ Իսկ Տիկին Գյուրեղյանին, գիտեմ, որ ժամանակս լրանում է, Տիկին Գյուրեղյանին մի բան կասեմ։ Տիկին Գյուրեղյանի եւ Տիկին Գալստյանին։ Տիկին Գալստյան եւ Տիկին Գյուրեղյան, դուք գիտեք Հայաստանի Հանրապետությունում տարբեր համայնքներում եւ մարզերում հայ առաքելական եկեղեցին ինչ գույք է սեփականացրել կամ անվարձահատույց ստացել։ Օրինակի համար ասեմ, որ Չարենցավանում կաթողիկոսը անվարձահատույց վերցրել է, ավարտում եմ, պարոն Ռուբինյան, Կինոյի տունը։ Հիմա ուզում եմ հարց ուղղել։ Կինոյի տանը Կտրիշ Ներսիսյանը ինչ ֆիլմ է ուզում ցուցադրել։ Գործակալ 004-ը, որտեղ խոսվում է Գեղարդի գողության մասին, թե Արշակ Սրբազանի մասին ֆիլմերը։ Հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, ուրեմն կա մի գրական ստեղծագործություն, որը կոչվում է Գոդոյին սպասելիս։ Սա աբսուրդի թատրոնի ամենահայտնի ստեղծագործություններից մեկն է, որ երկու հոգի սպասում են ինչ-որ մի Գոդոյի եւ ինչ-որ խոսում են, զրուցում են, դատողություններ են անում եւ այդ Գոդոն երբեք էլ չի գալիս։ Եվ այս աբսուրդի թատրոնի ստեղծագործությունը ընդհանրապես ներկայացնում է մարդկային կյանքի աբսուրդը, երբեմն այդ դատարկությունը, անիմաստ ինչ-որ նպատակների հետևից գնալու սպասումները եւ ուրեմն ընդդիմությունը հայտնվել է Գոդոյին սպասելի ստեղծագործության կարգավիճակում, ուղղակի ինքը սպասում է միջանցքին սպասելիս ընդդիմության վերջին 5 տարիներին։ Հիմա պարոն Խաչատրյանն ասում է, ես դեռ չեմ տալիս միջանցք կանոնը, այսինքն չի ասում, որ միջանցք չկա, միջանցք չպետք է լինի, ասում է, ես դեռ չեմ տալիս, բայց սպառնում է, որ կտա, ոչ թե դեռ չեք տալիս, 5 տարի է, հարգելի գործընկերներ, դուք ասում եք, որ այո, այս կամ այն ձևով պնդում եք, որ Հայաստանի Հանրապետությունը պետք է տա այսպես կոչված միջանցք, նոյեմբերի 9-ի համապատասխան կետը մեկնաբանելով այնպես, ինչպես որ մեկնաբանում են Հայաստանից դուրս գտնվող տարբեր ուժեր։ Հիմա բնականաբար պարզ է, որ դուք թրիփով պետքա բավարարված չլինեք, բայց կա նաև հաջորդ մեկ այլ կողմ է։ Այսօրվա մեր ընդդիմության մի մասը սկսում է կամաց արդեն փոխել նարատիվը, ասում է, դե այդ թրիփը այդքան էլ վատ բան չի, թրիփը լավ բան է, բայց այս իշխանությունը չի կարա այդ թրիփը իրագործի։ Մեզ պետք են ուժեղ բանակցողներ, որ գնան թրիփը իրագործեն։ Բայց այդտեղ էլի գալիս է մի հատ աբսուրդ, որ եթե թրիփը լավ բան է, բա այս իշխանությունն է բանակցել, որ ստացել է թրիփը։ Էլ ոնց է ստացվում, որ այս իշխանությունը լավ բանակցող չի, այ դուք պիտի գաք, որ գնաք բան անեք, վերցնեք եւ թրիփը դարձնեք ավելի լավ ծրագիր։ Մյուսը, պարոն Խաչատրյանը եւ ընդհանրապես մեր ընդդիմությունը պրոբլեմ ունի իրական կյանքություն ունի։ Կյանքը միշտ հաղթում է պաթոսին։ Եվ օրինակ Ադրբեջանից ներմուծված բենզինը մարդը կարող է լցնել իր մեքենան եւ այդ մեքենան կշարժվի։ Բայց ընդդիմության էժան հայրենասիրությունը ոչ միտեղ չես կարա լցնես եւ ոչ մի բան չի շարժվի այդ հայրենասիրությունից։ Ընդհակառակը այդ ընդդիմության էժան հայրենասիրությունից միշտ կարելի է հետ գնալ։ Իսկ մենք ուզում ենք, որ մեր պետությունը, մեր երկիրն ու մեր ժողովուրդը առաջ գնա։ Եվ սա
ապա շրջափակման կարևոր դրվագներից մեկն է։ Եվ ես չեմ զարմանում, եթե պարզվի մի պարոն Խաչատրյանը եւ մեր ընդդիմության մյուս գործընկերները հերթ են կանգնում մեզալեցականների մոտ, որ այդ բենզինից լցնեն։ Հիմա մենք պետք է նաեւ ճշտել արդյոք եւ լավ կլինի որ լցնեն։ Եվ ես վստահ եմ, որ իրենք Եվ ես վստահ եմ, որ իրենք առաջինն են լինելու եւ առաջիններն են, որ օգտվում են ապա շրջափակման պտուղներից, բայց գալիս եւ այստեղ էժան հայրենասիրության ելույթներ են ունենում ապա շրջափակման դեմ։ Շնորհակալ եմ հարգարժան փոխոսնակ։ Ընդդիմությունը մեզ լքեց։ Ես չեմ հասկանում, այս մարդիկ տարիներ շարունակ պնդում են, որ իրանք ավելի լավ բանակցող են, ավելի ուժեղ բանակցող են Հայաստանից դուրս, բայց Հայաստանից ներս նույնիսկ բանավեճերի չեն մասնակցում ու մի խորհրդարանական քննարկումը ի՞նչ է, իրանց ասելիքը ասում են եւ պատասխան հարված ընդունել եւ պահել չեն կարողանում, պարզապես չեն կարողանում։ Պարոն Ռուբինյան, ցավում եմ, որ պարոն Խաչատրյանին ընդհատեցիք, նա շատ կարևոր մի հատ միտք էր ասում։ Ելույթի սկզբում պատմում էր, որ Հայաստանը չի ապաշրջափակվելու ըստ իր մեկնաբանությունների, թեև օգոստոսի 8-ի հայտարարության մեջ այդ միտքը զետեղված է, որ բացվելու են բոլոր կոմունիկացիաները ներպետական հաղորդակցության համար, միջպետական հաղորդակցության համար եւ միջազգային հաղորդակցության համար։ Բայց իր ելույթի երկրորդ հատվածում նա ասում էր, որ Ադրբեջանն ու Հայաստանը նոր բանը սպառնալիք է զարգացնում ըստ իրա միասնական էներգետիկ համակարգ են ձևավորելու։ Այսինքն ստացվում է, որ մի կողմից Ադրբեջանը իր սահմանը չի բացելու, մյուս կողմից Ադրբեջանը իր սահմանը բացելու է, որպեսզի ինտեգրի մեր էներգետիկ համակարգերը։ Սա է իր ելույթի տրամաբանությունը, այսինքն տրամաբանությունից զրկությունը կարելի է ասել։ Եվ ես ուզում եմ Տիկին Գալստյանին փորձել եւս մեկ անգամ մեր սահմանադրության տրամաբանությունը բացատրել այն հույսով, որ այս անգամ գուցե ստացվի տեղ հասցնել միտքս։ Տիկին Գալստյան, մեր սահմանադրության մեջ կա երկու հոդված։ 17-րդ հոդվածը ասում է, որ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է կրոնական ազատությունը, եւ անմիջապես երկրորդ նախադասությամբ ասում է կրոնական կազմակերպությունները անջատ են պետությունից։ Երբ ես սա մեջ բերում եմ, ես նկատի չունեմ, թե հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցին կրոնական կազմակերպություն չէ, այն իհարկե կրոնական կազմակերպություն է։ Պարզապես ես ձեր ուշադրությունը հրավիրում եմ նրա վրա, որ այն բոլոր արտոնությունները, որոնք դուք վերագրում եք հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցուն, այ օրինակ, որ ինքը օժտված է այնպիսի բացառիկ ինքնավարությամբ, որ Հայաստանի իրավազորությունից դուրս է, այդ նույն արտոնությունները ըստ ձեր տրամաբանությամբ այդ նույն արտոնություններով պետք է օժտված լինեն, օրինակ, Հայաստանում գործող սինագոգը, Կապույտ մզկիթը։ Արդյոք այդ եք դուք նկատի առնում, երբ ասում եք նրանք անջատ են պետությունից։ Իհարկե ոչ, եթե մտածեք այդ ուղղությամբ, դուք որ առաջին հերթին հետ կկանգնեք սահմանադրության այդպիսի աղճատված մեկնաբանությունից։ Եւ կա մեկ այլ հոդված, 18-րդը, որը հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու պատմական դերի մասին է։ Սա է այս սահմանադրության միտքը եւ քանի որ այն նախորդ հոդվածի մեջ կրոնական կազմակերպությունների եւ եկեղեցու անջատ լինելը Հայաստանում կրոնական ազատության երաշխավորման նախադասության հետ համակցված է, պարզ է դառնում, որ 17-րդ հոդվածը Հայաստանի Հանրապետության աշխարհիկ պետություն լինելու մասին է, այլ ոչ թե այն մասին, որ եկեղեցին առանձին թագավորություն կամ առանձին կալվածատեր է Հայաստանի Հանրապետության տարածքում։ Շնորհակալ եմ։ Սիրելի հայրենակիցներ, ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պատմականորեն հիմա մի շրջափուլում է, երբ ապրում եւ դեռ ապրելու է իր լավագույն օրերը հայ ժողովուրդը եւ Հայաստանի Հանրապետությունը։ Եվ սա ուղղակի կարծիք չի, սա արձանագրում է, սա փաստ է, սա պատմականորեն։ Եկեք հետ գնանք 100 տարի առաջ, 200, 300, 400, եկեք ինչքան ուզում ենք հետ գնանք։ Նման ժամանակաշրջան, երբ որ հայ ժողովուրդը ապրում է իր սուվերեն ինքնիշխան հողի վրա, անվտանգ եւ խաղաղ պայմաններում իր հարևանների հետ, մենք չենք գտնելու։ Եվ հիմա այս պատմական իրողությունները ցավոք սրտի մեր երկրի ներսում փորձում են ուրեմն գողանալ, էլի կատարելով երրորդ երկրների պատվերներ եւ էլի փորձ անելով Հայաստանը դարձնել ազդեցության գոտի։ Չի ստացվելու, Հայաստանի Հանրապետությունը վաղուց արդեն ազդեցության գոտի չի եւ չի ստացվելու։ Հայաստանի Հանրապետությունը երբեք պատմականորեն չի ունեցել նման բարձր միջազգային վարկանիշ։ Դա փաստում են վերջին իրադարձությունները, վերջին տարիների իրադարձությունները, վերջին նախորդ շաբաթվա իրադարձություններն էլ միջազգային այնքան շատ էին, որ չենք էլ հասցնում արդեն դրանք վերլուծենք եւ մատուցենք մեր հանրությանը։ Եվ քանի որ բոլոր թեզերը ջարդված են արդեն շատ վաղուց, Միջանցքից էին խոսում, գործընկերներս շատ լավ հիշեցումներ արեցին, Տավուշից էին խոսում 4 գյուղերը, Կիրանցը, հեսա էս բլուրը կտանես, լերես, թուփը, էս են անում, են անում, հեսա, հիմա պարզա որ ջախջախված են այս բոլոր թեզերը եւ ընդդիմությունը, քանի որ
թեզերը ջախջախված են, բայց ըստ էության նպատակները փոխված չեն նրանց, փորձում են հիմա այլ նարատիվներ գեներացնել, գալ խոսալ ինչ-որ թիրախներ են ընտրում, թույլ տեղեր են ընտրում, թոշակներն են ընտրում, աղքատության մեջ գտնվող մեր հայրենակիցներին են թիրախավորում ըստ էության եւ փորձում են նրանց ուրեմն խնդիրներն օգտագործել եւ գալիս են այստեղ ինչ-որ թոշակներից են խոսում օրինակ մարդիկ, ում խմբակցության 90%-ը երևի ապօրինի գույքով է անցնում։ Իդեպ պետությունը շատ մեծ գումարներ է ծախսում, որպեսզի այդ քննություններն իրականացնի, բացահայտի եւ ապօրինի գույքերը վերադարձնի։ Պարոն Թադևոս Ավետիսյանին կառաջարկեմ իրանց խմբակցության նիստին հավաքի բոլորին, ասի ժողովուրդ ջան, ձեր ապօրինի գույքերը, որ այդքան փող է ծախսում պետությունը հետ բերելու վրա, հավաքեք իրար գլխի սիրուն տարեք, վերադարձրեք պետական բյուջե եւ առաջարկով հանդես եկեք, որ ընդդիմության ապօրինի գույքերով ուրեմն բարձրացնենք թոշակառուների թոշակները, որովհետեւ Հայաստանի Հանրապետության պետական ռեսուրսներով ցավոք սրտի շատ արագ եւ միանգամից չի ստացվում դա անել։ Այս տարիների ընթացքում մենք 3 անգամ բարձրացրել ենք ուրեմն նվազագույն բազային թոշակի չափը եւ ավելացրել ենք նաեւ առողջապահության ապահովագրությունը։ Եվ ժամանակը սպառվում է, մի թեմա էլ անդրադառնամ։ Ասում են Հայաստանում կան քաղբանտարկյալներ եւ նրանց փորձում են լրացնել ուրեմն կալանավորելով։ Նախ Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալներ չկան եւ երկրորդ, ձեր նշած ճակերտավոր քաղբանտարկյալներն ասում են շատ կոնկրետ հանցագործություններով եւ խոսելն ենք ուզում լրացնել ձեր որևէ այդ հանցագործության մեջ մեղադրվող ընկերներից մեկին ուղիղ եթերի կամերան պահես վրեն կոչնչանա։ Ինչ պետք է խոսան։ Խոսալ գիտեն, որ մի հատ էլ խոսան։ Հետևաբար, սիրելի հայրենակիցներ, մենք շարժվում ենք մեր նպատակների հետևից, մենք խոստացել ենք, որ ապահովելու ենք առնվազն 100-ամյա խաղաղություն հայ ժողովրդի համար, եւ մենք անշեղորեն գնալու ենք այդ ճանապարհով։ Շնորհակալ եմ, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, որքան մոտենում են ընտրությունները, այնքան որոշ շրջանակներ եւ քաղաքական ուժեր իրենց հայտարարություններով ու դրսևորած վարքագծով գերազանցում են իրենց։ Որպես օրինակ կբերեմ վերջերս Մարտունիում Քոչարյանի որդու հանդիպումը քաղաքացիների հետ եւ նա խոսում էր արժանապատվության մասին։ Իսկ նրանց մեկ այլ գործընկերներ հիշել են, որ կարելի է ուժեղ Հայաստան կառուցել։ Այս համատեքստում սակայն չես կարող չհիշել իրենց կառավարման տարիների արժանապատվությունն ու ուժեղ Հայաստանը։ Օրինակ հեծե ինձ համար Կարապետյանների ուժեղ Հայաստանի խորհրդանիշն է ու կենթանի վկան։ Երևի հենց ուժեղ Հայաստանի կառուցելու գաղափարով էին տարված Կարապետյանները եւ ֆինանսական խնդիրներ ունեցող հեծը գրավադրելով տոկոսով միլիոնավոր դոլարներ են վերցնում եւ մյուս կողմից էլ անտոկոս փոխառություն տրամադրում իրենց հետ փոխկապակցված ընկերություններին։ Կամ գուցե հենց այդ վտահոգությամբ էր, որ շուրջ 13 տարի կառուցում էին Երևանի կրկեսի շենքը եւ զրկում էին այդ ընթացքում որոշ ծերունդների այդ կարևոր մշակութային օջախի հետ առնչվելու հնարավորություններից։ Հիմա էլ որոշել են 1 դրամով վարչապետ դառնալ կամ վարչապետ աշխատել։ Այդ լավ է, որ իրենց աշխատանքը հենց այդպես են գնահատում, այդքան են գնահատում, բայց ախր Հայաստանը փորձադաշտ չէ։ Ու հենց կրկեսի համատեքստում տեղին է հիշել, որ մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք։ Իսկ հիմա անդրադառնամ Քոչարյանի որդու արտաբերած, այսպես ասած, արժանապատվության վերականգնման մասին խոսույթին։ Ռոբերտ Քոչարյանը իր իշխանության գալուց հենց ինքն է հայտարարել, որ նույնիսկ Երևանում մեկ բնակարան չունի։ Սակայն նրանց նախագահության ավարտին նրանց ընտանիքը դարձավ Հայաստանի ամենահարուստ ընտանիքներից մեկը։ Ու հիմա հարց է առաջանում. արժանապատվության որ չափանիշով էր Քոչարյանի միջին վիճակագրական ընտանիքը տարածաշրջանի ամենաաղքատ երկրում ամենահարուստ ընտանիքներից մեկը։ Կամ որ արժանապատվությամբ էր, որ Քոչարյանների ընտանեկան բյուջեն հարյուրապատիկներով ավելի աճել, քան Հայաստանի Հանրապետության պետական բյուջեներ։ Իսկ իրականությունը հետևյալն է, սիրելի հայրենակիցներ։ Հենց այսօր է իշխանությունը ժողովրդի ձեր հետ միասին իրական արժանապատիվ եւ ուժեղ Հայաստան կառուցում։ Տարեկան միջինում առնվազն 7% տնտեսական աճով, հնային աննախադեպ աճով, հազարավոր կիլոմետրերով կառուցված ճանապարհներով ու ջրագծերով, հարյուրավոր դպրոցներով, մանկապարտեզներով, բուժհաստատություններով, ուղղակի եւ անուղղակի կերպով բարձրացված թոշակներով ու աշխատավարձերով, գնված եւ արտադրված զենք-զիթամթերքով, ինչպես նաեւ Հայաստանի իրական ինքնաշխանության, անկախության ու ժողովրդավարության ամրապնդմամբ։ Շնորհակալ եմ։